Հրապարակ օրաթերթը գրում է. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել Եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը։ Լավրովը բավականին կորց զգուշացրել է, թե շուտով զբաղվելու է տարածաշրջանային այն երկրներով, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից արևմուտքի ազդեցության գոտի են ընդլայնել ի հակակշիռ Ռուսաստանի։ Օրաթերթը գրում է. Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ Մայրբուհը և ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել։ Ըստ այդմ ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց հանդուգն մերժումն անպատասխան չի մնալու։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը կառավարության շենք են հրավիրում չեզոք անկուսակցական անձանց, հիմնականում բիզնեսմենների, մենեջերների, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձանց։ Հանդիպումը կայանում է կառավարության շենքի առաջին հարկում սուրճի, թեյի սեղանի շուրջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ապրիլի 2-ին վարչապետի մասնակցությամբ մեկ շուկով բացվեց Վանարջյանի անվանը Ռուսկաբանության ազգային կենտրոնի նոր բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքը։ Թեև նախարար Ավանեսյանը որպես կայացած փաստ համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժարարներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչ օրս նոր մասնաշենքի և ծառայության բացումից 9 օր անց ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատուցման հրաման նույնիսկ գոյություն չունի։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կրկին կանչել են հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունները վախեցած են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից, փորձելով պառակտել և ճնշել այն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո Հայաստանի Հանրապետության իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից։ Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է տարբեր հաշվարկներով շուրջ 15,000 մարդ։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։